Բոլորիդ բարի օր, արդեն ուղիղ 2 օր է, որ մենք Աղբատ գյուղում Գայանե հյուրանոցում նկարում ենք շատ հոյակապ հոլովակներ, եթե դուք հիշում եք փետրվար ամսում 5 հատ հոլովակ եք նկարել Լորիի մարզում, էլիստեղ Աղբատ գյուղում, բանաստեղծություններ եւ երգեր հայկական, որը արտասանում են եւ երգում են Լորիի մարզի բնակիչները, ովքեր իրանց սաղ կյանքը զբաղվում են գրականությամբ, օրինակ կամ էլ երգում են, եւ այս անգամ մենք համարյա 50 հոգի ներգրավված են այս աշխատանքին, համարյա 50 լորեցի այս 2 օրը զբաղված են դրանով, որ մենք նկարում ենք ջութակ եք օգտագործում կանոն շատ սիրուն հոլովակներ, այս անգամ էլի նկարում ենք ստեղ Աղբատ գյուղում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հակոբ Կարամֆիլյանին, ով ինձ հետ եկել է եւ Լյովային Երևանից, եւ ասեմ, որ ամեն անգամ մարդիկ հարցնում են ոնց եք նկարում, բացի իմ սյուժեները, որ ես նկարում եմ ամեն ամիս 48 հատ սյուժե, այս հոլովակները, այսպես ասած, նոր հոլովակներ են, որը չի մտնում այդ շարքի մեջ եւ օրինակ այս անգամ հյուրանոցը մեզ տրամադրել է այդ 2 օրը, այսպես ասած հնարավորություն, որ մենք ստեղ նկարենք եւ տրանսպորտ, իսկ մեր մոնտաժը, կվադրակոպտերը այս անգամ այդ հարցը լուծել են մեր լավ ընկերները Հայկ Ագվանյանը Ուկրաինայից, ում ես շնորհակալություն եմ հայտնում, եւ Շող Մովսեսյանը, եւ այդ 2 հոգին փող են տրամադրել, որ ես այսպես ասած տամ Հակոբ Կարամֆիլյանին եւ մենք մոնտաժ անենք եւ նկարենք։ Տեսեք ինչի համար եմ ես սա պատում, առաջինը աճոտ եմ տալիս իմ հետևորդներից եւ երկրորդը տարբեր մարդիկ, հետևորդներ տարբեր մարզերից հարցնում են ինչի՞ չեք նկարում Թավուշի մարզը, ինչ եք նկարում մյուս մարզերը, առաջին ասեմ, որ այս հյուրանոցը մեծ աշխատանք է տանում, իրանք հավաքում են ամենատաղանդավոր մարդկանց տարբեր գյուղերից, այս մարդիկ գալիս են տարբեր գյուղերից Լորիի մարզից, եթե Թավուշի մարզում կամ էլ Կոտայքի մարզում լինի ինչ-որ մարդ, ով ունի էլի սենց սիրուն տեղ, սիրուն հյուրանոց եւ ինքը պատրաստ է կազմակերպի այդ սա գործողությունները, մենք պատրաստ ենք նաեւ Հակոբ Կարամֆիլյանին կարակ դուք անձնական գրեք, մենք պատրաստ ենք ձեր մարզում ներգրավեք այդ տաղանդավոր մարդկանց եւ նորից նկարենք երգեր եւ բանաստեղծություններ արդեն ձեր մարզում։ Ինձ թվում է դա շատ լավ կլինի, բայց նշեմ, որ Լորի մարզը շատ հարուստ է տաղանդավոր մարդկանցով, քանի որ մի կողմից Թիֆլիսն է, մի կողմից Երևանը, եւ ինձ թվում է այդ 2 մայրաքաղաքը, Վրաստանի եւ Հայաստանի մայրաքաղաքները շատ մեծ ազդեցություն ունեն Լորի մարզի վրա, լորեցիների վրա, եւ այստեղ իսկապես շատ տաղանդավոր մարդիկ ենք մենք տեսնում, ում հետ շփվում ենք եւ երջանիկ եք իրանց հետ շփվել։ Մինչ նոր հանդիպում։ Հնչում են երգեր, ուրախ ու սվար, լացրեք ընկերներ, բաժակներ ալի, թող հայոց գինի մեզ անուշ լինի, լացրեք ընկերներ, բաժակներ ալի, թող հայոց գինի մեզ անուշ լինի, փառք տամ մայր հողի, արևի շողի, գինի բարքերով հայոց հողի, փառք տամ մայր հողի, արևի շողի, գինի բարքերով հայոց հողի, լացրեք ընկերներ, բաժակներ ալի, թող հայոց գինի մեզ անուշ լինի,
թող հայոց գինի մեզ նուշնի Ari boyun merne Mitari yar çemtesel tesnohi yar açkin merne Mitari yar çemtesel tesnohi yar açkin merne Kaynelem galchem karo Galchem karo Latsvelem lalchem karo Mitari yar çemtesel tesnohi yar açkin merne Mitari yar çemtesel tesnohi yar açkin merne Բոլորիդ բարի առավոտ, մենք գտնվում ենք Աղբատ գյուղում, մեր սիրելի Լորի մարզում ենք գտնվում։ Դուք տեսնում եք սիրուն եկեղեցին, որտեղ մենք այսօր անպայման որոշել ենք շամեր վարենք մեր հետևորդների համար, աղոթենք մեր հետևորդների համար։ Ունեմ եղբայրներ եւ քույրեր տարբեր երկրներում, ովքեր ամեն օր ինձ գրում են եւ գիտեք մեր մոտ նենց շփում է արդեն գնում այս տարիների ընթացքում, որ հստակ կարամ ասեմ, որ հարազատ մարդկանց շփումը այդքան ջերմ չի, ինչքան մեր շփումն է ջերմ։ Եվ առանձին ուզում եմ նշել, որ մեր վերջի սյուժեները, որի մասին ես գրում էի, որը հասնում է 1 միլիոն պրասմոտրները, օրինակ 2 շաբաթ առաջ այդ գեներալների մասին սյուժեն, այս դրությամբ 900,000 պրասմոտր հավաքել։ Ուզում եմ հստակ ասեմ, որ ես շատ գոհ եմ ձեզնից եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, ովքեր այդ եթերներն են կիսվում, սյուժեներն են կիսվում։ Չկա կասկած, որ եթե ինչ-որ մի եթեր 200-150,000 պրասմոտր հավաքում 5-7 օրում, դա ձեր շնորհիվ է։ Շնորհակալ եմ շատ։ Կուզենայի մի քանի հատ շատ կարևոր բան պատմեի ձեզ։ Աղբատ գյուղում այս եկեղեցին շատ կներեք ամենակարևոր եկեղեցիներից մեկն է եւ Լորիի մարզում եւ Հայաստանում եւ այստեղ ճանապարհ չի եղել։ Հիմա մեր օպերատորը թող ցույց տա, սաղ ճանապարհը ռեմոնտ են արել, պետությունը սաղ գյուղով, այսինքն սաղ գյուղով այդ ճանապարհը գնում է, հոյակապ ճանապարհ է սարքել պետությունը, շնորհակալ ենք եւ նաեւ ցույց տանք պատը, եկեղեցի պատը սաղ քանդված էր, հիմա հոյակապ սաղ այդ ռեմոնտը արված է։ Աղբատ գյուղում ունեմ ահագին ընկերներ եւ շատ եմ սիրում իմ ընկերներիս եւ շատ ջերմ են մեզ միշտ ընդունում, հոյակապ մարդիկ են ապրում այս գյուղում, բայց տեսեք, ուզում եմ այս վիդեոյով մի քանի հատ նկատողություն անեմ, որը շատ կարեւոր է, քանի որ մեր սիրտը ցավում է, երբ մենք բաներ եք տենում, որը պետք է մենք ուղենք, որպեսզի ավելի հոյակապ տեսք ստանանք եւ այս գյուղում եւ ընդհանրապես Հայաստանի մասշտաբով։ Սկսենք դրանից, որ բաներ կա, որը գյուղապետարանը կարա ուղի, եթե ինչ-որ դժվարություն կա, մենք պատրաստ ենք օգնենք։ Սկսենք այս սեղաններից, տեսեք 6-7 սեղան եք տեսնում, եկեք մի քիչ ավելի մոտիկ։ Հարգելի եղբայրներ եւ քույրեր Աղբատից, մենք պատրաստ ենք ձեզ օգնել, փոխենք այս սեղանները։ Տեսեք, եթե ամեն ինչ ռեմոնտ է արվել, սաղ կանաչի է, սիրուն տեսքեր ունեք, չէ, Աղբատ գյուղում, երբ տուրիստները գալիս են եւ տենում են այս ոչ սիրուն սեղանները, սա, այսպես ասած, մեզ համար թերություն է, խնդիր է։ Եթե մենք մի գույնի սեղաններ սարքենք, մի դիզայնի, լինելու է հոյակապ տեսք։ Եվ սա շատ մեծ գումար չի բռնելու։ Ես պատրաստ եմ մեր համացանցով
պատրաստ եմ մենք գումար հավաքենք եւ փոխենք այս սեղանները, որպեսզի Աղբատում լինի շատ սիրուն սեղաններ։ Նաեւ ես կուզեի, որ մենք կարանք անենք դա, մենք ներկենք այդ զիբիլի վեդրոները, քանի որ սա մի բանկաներկ հերիք է, որ մենք ներկենք, կանաչ գույնի լինի, չգիտեմ, ինչ որ ուզորներով եւ տեսքը ընդհանրապես փոխվելու է։ Եվ մի հատ խնդրանքել ունեմ, եկեք անցնեք ցույց տամ սկամեիկան։ Տեսեք, սա շատ դժվար չէ, էլի, մի հատ մաստեր կանչել, այս փետը սարքել, հա, եւ այս սկամեիկան ներկել։ Եթե ամեն օր, իսկ ստեղ ասեմ, ահագին տուրիստ է գալու ամառը։ Եթե ահագին տուրիստներ են գալիս եւ տեսնում են, որ այդ սկամեիկան մինչ հիմա ոչ մեկ չի ներկում, ոչ մեկ չի սարքում, հասկանում եք, սա շատ վատ է։ Ես նաեւ հիմա նշել եմ վիդեոյի վերևից Լուսինե Գևորգյանը, հիմա ես հիշեցնեմ, որ Լուսինե Գևորգյանը նշանակել եմ կակրած ինքը туриզմի հարցերով զբաղվում։ Տիկին Գևորգյան, հոյակապ աշխատանք եք տանում, տարբեր երկրներ եք թռնում, ինտերվյու եք տալիս, դա ամեն ինչ դա կարևոր է, բայց ուզում եմ իմ կողմից ասեմ, որ ես մեկ հիշեցնելու եմ ինչն է նաև կարևոր։ Հիշեցնել մեր մարզպետներին, կառավարության անդամներին, դիմել գյուղապետներին, որ այս ձևի փոքրիկ հարցերը շատ կարևոր է, եթե մենք խոսում ենք туриզմի մասին, հա, եթե պետությունը խոշոր գումարներ է ծախսում, ճանապարհ է սարքում եւ պատերը ռեմոնտ անում, բայց գյուղապետարանը չի գտնում մի բանկաներկ ներկի այս կամեիկան կամ այդ զիբիլը, հա, այդ վեդրոնները, որը շատ վատ է երևում, դա վատ է։ Նորից եմ կրկնում, մենք պատրաստ ենք գումար հավաքեք մեր էջով, գանք մի շաբթից 10 օրից հետո, երբ այդ սեղանները պատրաստ լինի, սեղաններն էլ փոխենք, ներկենք ու գնանք։ Եթե գյուղապետարանին պետք է այդ օգնությունը, մենք կարևոր է նշեմ, որ պատրաստ ենք գանք։ Շնորհակալություն։